Նոր ավարտվեց Apple-ի ամենամյա WWDC 26-ը, որտեղ բավականին հետաքրքիր բաներ ցույց տվեցին՝ նոր օպերացիոն համակարգը, բարելաված Apple Intelligence-ը, նոր Siri-ն բարելաված մի քիչ հարցականոտ ու իմ համեստ կարծիքով սպոյլ արեցին iPhone Ultra-ն Fold iPhone-ը։ Եկեք իրար հետ անցնենք այն ամենահետաքրքիր բաներով, որը ցույց տվեցին։ Դե ինչպես միշտ բացում արեց Tim Cook-ը, բայց վերջին անգամ պրեզենտացիայի վերջում էլ տենց հուզիչ կարելի ասել ինքը ներկայացրեց իր ձեռքբերումները, թե ինչ արել, քանի որ սեպտեմբերից ինքը չի լսիոն, այլ իրան փոխարինելու է John Ternus-ը։ Պրեզենտացիայի սկզբում Apple-ը ինչպես միշտ հոյակապ մարքեթինգային մի հատ քայլ արեց։ Երևի թե կհիշեք, մի քանի ամիս առաջ Artemis 2 տիեզերանավում տիեզերագնացները իրանց հետ վերցրել էին iPhone 17 Pro Max ու կային կադրեր, որտեղ տիեզերanaվում iPhone-ը ուղղակի ազատ տենց թռնում է։ Նաև ոնց են iPhone-ով երկրի նկարները անում, ու Apple-ը ոնց որ պահը բաց չթողեց, որ էսի նշի իր պրեզենտացիայի մեջ։ Դե ոնց ասեցի, թարմացրել էին օպերացիոն համակարգերը, հատկապես խոսացին iOS 27-ից, iOS 27-ը հասանելի է լինելու iPhone 11 ու դրանից բարձր մոդելների համար։ Հիմա ձեր էկրանի կարակ տենեք այդ ցանկը։ Ժողովուրդ զգուշացում, չթարմացնեք iOS 27-ը, քանի որ հիմա հասանելի է developer beta-ն, այդ նախատեսված ծրագրավորողների համար, developer-ների համար, եթե դուք developer չեք, չանեք հանկարծ։ Okay, պրեզենտացիայի ժամանակ կենտրոնացել էին 3 հիմնական կետերի վրա՝ ընդհանուր պլատֆորմերի բարելավման վրա, վստահության ու ապահովության վրա ու Apple Intelligence-ի վրա։ Եկեք գնանք ըստ հերթականության։ Ընդհանուր առմամբ նոր օպերացիոն համակարգերում ինչ-որ դիզայնի փոփոխություն չէին արել, հիմքը էլի նույն Liquid Glass-ն էր, ուղղակի դες կարելի ասել որոշակի աննշան փոփոխություններ էին արել, ասենք ինչ-որ իկոնկեքի չափս էին փոխել կամ պատոհանների ձևն էին փոխել, ասենք ես այն թարմացումներից է, որ անում էին iOS 26.1-ից 2, ասենք 3, չեմ ասի, որ նոր օպերացիոն համակարգի արժանի բան էր։ Liquid Glass-ից ներվայացողների համար ավելացնել էին մի հատ շատ օգտակար բան, սլայդեր, որով կարաք այդ Liquid Glass-ը ուժեղացնեք ու թուլացնեք։ Լավ բան է, բայց ասենք նույնը կարային անեին iOS 26-ի ինչ-որ վերսիայում։ Խոսացին ընդհանուր համակարգի արագության բարելավման մասին, նշեցին պրոցեսորի աշխատանքի փոփոխության մասին, որ նենց են արել ծրագրերը արդեն 30%-ով ավելի արագ կբացեն։ Թե ինչքանով ռեալ կյանքում դա կզգաք դժվարանում եմ ասեմ, բայց իրանք տենց են նշում։ Ասեցին, որ AirDrop-ով ֆայլեր փոխանցելը 80%-ով ավելի է արագանում, որը որ վաո։ Դե կային ընդհանուր համակարգի դիզայնի բարելավումներ, ասենք ծրագրերի իկոնկեքի կառուցվածքի տեսքն էին փոխել, որ իկոնկի մեջ ամեն դետալ Liquid Glass-ի էֆեկտ է ստանում, ու ասեցին, որ սա կողմնակի ծրագրերի վրա էլ կազդի, բայց ամենազավեշտալին այնա, որ հետո iPhone-ի վրա ցույց տվեցին այդ ամեն ինչը, ու անկեղծ եմ ասում, ընդհանրապես ինչ-որ տարբերություն չզգացի, որ սա նոր օպերացիոն համակարգ էր։ Նայեք, անկեղծ իրանք էլ կարծում հասկանում են, որ էսի տենց չի զգացվում որպես նոր օպերացիոն համակարգ։ Էսի շատ հանգիստ կարող է լինել, ասենք iOS 26.8, չգիտեմ, 9։ Պլատֆորմի բարելավման հետ կապված AirPods-երի համար ավելացրել են անձնական equalizer կարգավորելու հնարավորություն։ Ես անձամբ երբեք չեմ օգտվում equalizer-ներից, ինձ դες չհետաքրքրեց, բայց եթե ձեր համար կարևոր է, արդեն այդ էլ կլինի։ Պրեզենտացիայի երկրորդ մասը, որի վրա էլի հատուկ ուշադրություն էին դարձրել, դա վստահությունն ու անվտանգությունն էր։ Ուստեղ հիմնական կետը դրել էին iPhone-ից օգտվելու անվտանգությունը անչափահասների ու երեխաների համար։ Կարծում եմ նորություն չեմ ասի, որ անչափահասների համար սմարթֆոններից օգտվելու տարիքային սահմանափակումը տարեց տարի իջնում է, ու Apple-ը այս օպերացիոն համակարգում ավելացրել է լիք հնարավորություններ ծնողների համար, որը թույլ կտա ծնողներին ավելի լավ իմանալ, թե ինչով է զբաղվում սմարթֆոնում իրանց անչափահաս երեխան։ Այս կարծում եմ շատ լավ ուղղություն է, որը պետք է Android-ն էլ շահագրգիռ կերպով առաջ տանի ու բարելավի։ Նոր օպերացիոն համակարգի ծնողները հնարավորություն կունենան թույլատրեն, թե ինչ ծրագրերից է օգտվելու իրանց երեխան, ինչեր կկարողանա ներբեռնի սմարթֆոնի մեջ։ Օրինակի համար, եթե երեխան ուզում է ինչ-որ նոր ծրագիր ներբեռնի, ձեզ կգա ծանոթում ծրագրի հետ ծանոթանալու, որից հետո դուք կարող հաստատեք կամ մերժեք ծրագրի ներբեռնումը։ Հնարավորություն կա նախապես հաստատեք այն անձանց ցանկը, որոնց հետ ձեր երեխան կարող կապ հաստատի, ասենք տատիկ, պապիկ, քույր, եղբայր, ու էլի եթե նոր մարդիկ լինեն, որոնց հետ ինքը կցանկանա կապ հաստատի, դուք կարողանաք դա հաստատեք կամ մերժեք։ Այս իհարկե շատ լավ բան է, որ բացառեք անծանոթ մարդկանց կապը ձեր անչափահասների հետ։ Ուղղակի ստեղ մեծ խնդրեմ կա, այս ամեն ինչ ցույց տվեցին աշխատելու iMessage-ի մեջ, ու վստահ չեմ սա ոնց է աշխատելու Instagram-ում, WhatsApp-ում կամ
ուրիշ մեսենջերներում։ Ընդհանուր առմամբ երեխայի համար կարգելափակվի iMessage-ով ստացված ցենզից դուրս նկարները կամ բառերը, դե պարզավոր կարգելափակվի ոչ անչափահասների համար նախատեսված կայքերը, ավելացրել էին մի հատ լավ հնարավորություն, որ օրական սահմանափակում ա դնելու խաղերի, սոցհարթակների ու ժամանցային ծրագրերի վրա, ասենք դուք կարաք թույլ տաք, որ երեխան մաքսիմում օրական 1 ժամ խաղ խաղա, 1 ժամ սոցհարթակներից օգտվի, կամ ասենք եթե շաբաթ կիրակի է, կարաք խաղերի ժամը ավելացնեք, այս ամեն ինչը մաքսիմալ հեշտ ինտերֆեյսում կարգավորվում է։ Հնարավորություն էին ավելացնել դպրոցի ժամերին սահմանափակումներ դնել սմարթֆոնի վրա, որը երեխան դասերից չշեղվի, ընդհանուր առմամբ այս ապահովությանը միտված գործողությունները Apple-ի կողմից շատ գովելի է ու որ ռեսպեկտ։ Հա կանան լինեն շատ կարծիքներ արդյոք անչափահասներին կարելի է սմարթֆոն, չի կարելի, բայց փաստը հիմա այն է, որ դա նորմա է դառել։ Դրա համար իրոք շատ լավ է, որ այս ինֆորմացիոն դարում Apple-ը անչափահասների անվտանգ սմարթֆոնից օգտվելու համար նմանատիպ քայլեր է անում։ Եվ երրորդ հիմնական կետը, որի մասին խոսացին այս պրեզենտացիայի ժամանակ, դա նոր Apple Intelligence-ն էր։ Արդեն պրեզենտացիայի ժամանակ օֆիցիալ նշեցին, որ Apple Intelligence-ի հիմքում լինելու է Google-ի Gemini AI մոդելը, արել էին կարելի ասել Siri-ի rebranding, անունն էին փոխել, չնայած չեն փոխել նենց ոնց ես խոսում էի վիդեոներում, պրոստը Siri-ն դառել է Siri AI։ Siri-ն արդեն ունենալու է առանձին մինիմալիստիկ AI ծրագիր, որը կարող օգտագործեք ոնց ասենք ChatGPT-ին, Claude-ը, Gemini-ը։ Siri-ի հետ կապը արդեն լինելու է նոր ձևով, Dynamic Island-ից այսպես բացվելու է դիալոգը, որը հաստատ ավելի լավ է, քան նախորդ տարբերակները։ Եթե դες դուր չի գալիս Siri-ի default ձենը, արդեն հնարավորություն կա այդ ձենը փոխելու, կարող փոխեք ինտոնացիան, արագությունը, ցույց տվեցին, որ արդեն ավելի բնական է խոսալու, բայց մեկը որ դնում ես այսօրվա ChatGPT, Gemini-ի կողքը, մեկն որ չի ձգում։ Ամենայն դեպս ինչ ցույց տվեցին պրեզենտացիայի ժամանակ այդ տպավորությունն էր, որ արդեն public beta-ն դուրս գա, իհարկե review կանեմ ու դες ցույց կտամ ոնց է աշխատում։ Դրա համար ժողովուրդ, եթե նոր եք իմ ալիքում, նախ առաջինը բարի գալուստ, կարեք բաժանորդագրվեք, դնեք like, սեղմեք այն զանգակի վրա, որ իմ հետագա վիդեոները բաց չթողնեք։ Այստեղ մենք քննարկում ու խոսում ենք տեխ աշխարհում կատարվող նորարարությունների մասին։ Իսկ եթե առաջին անգամ եք իմ ալիքում, մեկնաբանություն դրում գրեք։ Ցույց տվեցին Apple Intelligence-ի էկրանից կոնտեքստ ճանաչելու հնարավորությունը, ասենք Instagram թերթելուց ուղղակի կարաք հարցնեք սա որտեղ է ու ոնց որ նորմալ պատասխանում է։ Խոսեցին ընդհանուր համակարգի կոնտեքստից ճանաչման ու օգտագործման հնարավորության մասին, ասենք iMessage-ից, կալենդարից, մեյլից կարա ինչ-որ ինֆորմացիա գտնի, ցույց տա ձեզ։ Ասենք չգիտեմ, հարցնեք Մարիան ինձ այն օրը ռեստորան էր խորհուրդ տալիս, ինչ է այդ ռեստորանի անունը, ոնց որ կաշխատի, բայց իմանալով Apple-ն է որ կարծում է որ խառնելու ամեն ինչ։ Չնայած նրան որ նշեցին ձայնի ճանաչումը ավելի է լավանալու։ Նշեցին որ նոր Siri-ն արդեն լինելու է Visual Intelligence-ի մեջ, ասենք կարեք ինչ-որ բան նկարեք ու միանգամից Siri-ին հարցնեք։ Դե իհարկե խոսացին այս ամեն ինչի ապահովության մասին, որ ամեն ինչ մնալու է ձեր սարքի մեջ ու on-line հարցումները միայն գնալու են Apple-ի ապահով մասնավոր ամպային համակարգ։ Ցույց տվեցին Siri-ի օգտագործումը macOS-ում, ու էլի իրան կարող օգտագործեք որպես ստանդարտ AI օգնական, ասենք ոնց ChatGPT-ին, Claude-ը, կարող գրելով հարցեր տակ կամ ոնց այս օրինակում փաստաթղթեր ներբեռնեք ու ասեք որ անալիզ անի այդ ամեն ինչը։ Էլի, նեք, չեմ կարծում որ այս ամեն ինչը լավ է աշխատելու, բայց եկեք լավատես լինենք։ Այդ շատ լավ հնարավորություն ցույց տվեցին, որ կարեք Mac-ում screenshot անեք ու Siri-ին այդ screenshot-ի մասին բաներ հարցնեք։ Խոսացին Apple Intelligence-ի ներգրավվածության մասին ուրիշ ծրագրերում, ասենք ոնց Safari-ում, եթե դուք այն մարդկանցից եք, որոնք ունեն sense լիքը բացված պատուհաններ, այդ պատուհանները ըստ կոնտեքստի կխմբավորվեն։ Մի բան ինձ հուշում է, որ այն notification summary պես ստեղել մի բան են չի գնալու։ Մեծ շատ լավ բան են ավելացրել Safari-ում, որը իրոք ինձ հետաքրքրեց։ Safari-ն Apple Intelligence-ի օգնությամբ կարողանա ամեն օր ինքնուրույն ստուգի ձեր ցանկացած կայքի ինչ-որ update-ի համար։ Ասենք եթե սպասում եք ձեր ուզած կայքում տոմսեր հասանելի լինեն, ինքը ամեն օր կստուգի ու հենց հասանելի լինեն ձեզ դրա մասին տեղեկ կպայի։ Եթե այս հնարավորությունը Amazon-ի հետ աշխատի, կարծում եմ ահա որ լավ բան է։ Օրինակի համար եթե սպասում եք ձեր ուզած ապրանքի վրա զեղչ լինի նոր առնեք, այս ֆունկցիայից օգտվելով հնարավոր կլինի իմանալ երբ կա զեղչ։ Passport ծրագրում մի հատ հետաքրքիր բան ցույց տվեցին։ Եթե դուք ունենաք կրկնվող կամ թույլ փասպորտներ, Apple Intelligence-ի միջոցով հնարավորություն կունենաք ավտոմատ փոխել այդ փասպորտները։ Մինչև վերջ պարզ չի, բայց ոնց հասկացա ինքը ավտոմատ գնալու է այդ կայք հարցում անի ու փոխի փասպորտը։ Որ չգիտեմ միլիոնավոր տարբեր կայքերում ոնց է այդ ամեն ինչը ավտոմատ աշխատելու, բայց սպասենք տենանք։ Խոսացին Image Playground-ի նկարներ գեներացման նոր մոդելի մասին, նշեցին, որ կարելի է գեներացնել ամեն տեսակի նկար, նույնիսկ ասենք ռեալիստիկ, հնարավորություն կլինի արդեն եղած նկարների վրա փոփոխություն անել, բայց մի հատ խայտարակ օրինակի վրա են ցույց տալիս այս ամեն ինչը։ Երբ որ նայում ենք այսօրվա նկարներ գեներացնելու մոդելները, ասենք ոնց են լուսավորությունը լավ ստանում, տեքստուրաները, ամեն ինչը ու իրանք ցույց են տալիս էս։ Որ հուսամ իրանք իրանց արածից գոհ են։ Նկարներ ծրագրում ցույց տվեցին մի քանի շատ հետաքրքիր նոր AI գործիքներ, խոսացին, որ բարելավել են
Parabastic Cleanup գործիքը, որը արդեն ավելի լավ նկարների վրայից կմաքրի անցանկալի օբյեկտները, ցույց տվեցին նոր Expand գործիքը, որը թույլ կտա նկարը ավելի մեծացնել եզրերում գեներացիա անելու միջոցով։ Ու ամենահետաքրքիրը է Reframe գործիքը, եթե ինչ-որ նկար անեք ու ձեզ դուր չգա այն անկյունը, որով նկարել եք, հնարավորություն է տալիս այդ անկյունը փոխել ու այդ նկարը ավելի սիրուն տեսքով ստանալ։ Այս Reframe-ը պոտենցիալ շատ լավ հնարավորություն է, բայց կարծում եմ սահմանափակումներ լինելու են, թե ինչքան կարաս անկյունը փոխես, բայց էլի, երբ public beta-ն դուրս գա, կօգտագործեմ ու ցույց կտամ ձեզ։ Հիմնականում Apple Intelligence-ի այս թարմացումները բոլորը անվճար են լինելու, բայց ոնց հասկացա, նաև լինելու են օրական լիմիտներ անվճար օգտագործողների համար, ասենք օրինակ, եթե Image Playground-ով նկարներ եք գեներացնում։ Ու ամենահետաքրքիրը պրեզենտացիայի վերջին պարտեն խոսում էին Xcode-ի հնարավորություններից, այդտեղ իրոք մի բան ցույց տվեցին, որը իմ կարծիքով սպոյլ արեցին iPhone Ultra-ն, ուրեմն ասում են, որ ծրագրավորողները ծրագիր սարքելուց կարող էկրանի չափը փոխեն ու տենան ինչ տեսք է ունենալու ավելի լայն էկրանի վրա։ Հա կարեք մտածեք, որ սա վերաբերվում էր iPad-ին, բայց չէ, կարծում եմ S հենց վերաբերվում էր Ultra-ին, որտեղ հենց այն ձևը, որ իրենք ցույց տվեցին, ասենք հուշում էր, որ դա iPhone Ultra-ի համար է։ Նոր iOS-ների developer beta-ները արդեն հասանելի են հիմա, public beta-ները հասանելի են լինելու մյուս ամիս, իսկ վերջնական տարբերակը արդեն աշնան է։ Ու նաև նշեցին, որ Siri AI օգտագործողների համար հասանելի է լինելու այս տարի, որը մի քիչ պարզ չէ, այսինքն այս տարի iOS 27-ի հետ, թե էլի են, որ ասում են այս տարի ու դա տենց գնում է ոնց iOS 26-ի բարակամարտին այս տարի հասանելի կլինի ու տենց էլ որոշ բաներ հասանելի չեղավ։ Մերսի, որ նայեցիք մինչև վերջ, հենց public beta-ն դուրս գա, կօգտագործեմ, կթեստավորեմ ու դրա մասին էլ անպայման վիդեո կսարքեմ։ Սիրում եմ ձեզ, առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։